Բարև ձեզ։ Այսօր աշխարհը ոչ միայն վտանգների, այլև հնարավորությունների վերաձևակերպման փուլում է։ Երբ հին համակարգերը հետ են մնում նոր իրականությունից, ծնվում են նոր գաղափարներ, որոնք գալիս են նպաստելու խաղաղության, կայունության եւ մեծ հաշվով կարգ ու կանոնի հաստատմանը։ Նման մի նախաձեռնություն կարելի է համարել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության խորհուրդը, որի առաջին նիստը տեղի ունեցավ Դավոսում եւ որի ընթացքում ստորագրվեց այդ կազմակերպության կանոնադրությունը։ Մեզ համար այստեղ կարևորն այն է, որ Հայաստանը ոչ թե ականատես եւ դիտորդ էր, այլ մասնակից հիմնադիր երկրի կարգավիճակով, ձայն ունեցող պետության կարգավիճակով։ Սա այն պահն է, երբ փոքր երկիրը կարող է խոսել մեծ թեմաներից, սա այն պահն է, երբ Հայաստանը ոչ թե հայտնվում է սեղանի վրա որպես խնդիր, այլ սեղանի շուրջ որպես խնդիրներ քննարկող։ Սա կարևոր պահ է։ Դավոսում խաղաղության մասին խոսեց, ինչպես գիտեք, նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն մեզ համար կարևոր է ոչ միայն լսել նրա խաղաղության խոսքը, խաղաղության պատումները, այլև հասկանալ քաղաքական հաշվարկները եւ նպատակները։ Սրան զուգահեռ բավական հետաքրքիր իրավիճակ է նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում, քաղաքական ուժերը պատրաստվում են այս տարի կայանալիք համապետական խորհրդարանական ընտրությունների, նրանց համար միավորումների, սահմանազատումների, դիրքորոշումների ճշգրտման, ֆորմատների եւ ցուցակների քննարկման փուլը, որ կշարունակվի համանավարույթ մինչև մայիս։ Եկեղեցու շուրջ լարվածությունը պահպանվում է, այստեղ կարծես թե հանգուցալուծման նախանշաններ չեն ուրվագծում։ Սա ազատ Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները, կանխատեսումները եւ գնահատականները զրուցակիցս միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանն է։ Բարև ձեզ։ Բարև։ Պիտի սկսեմ շատ այս օրերին հնչող, կարելի ասել տանջված հարցից ձեր գնահատմամբ ինչ է իրենց ներկայացնում Միացյալ Նահանգների նախագահի այս նախաձեռնությունը խաղաղության խորհուրդը։ Թրամփի ամբողջ գործունեությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում հիմնականում ուղղված է մեկ հիմնական նպատակի վերահաստատել ամերիկյան հեգեմոնիան ամբողջ աշխարհում։ Այդ խաղաղության խորհրդի ստեղծումը, հիմնադրումը այդ քայլերից մեկն է, միայն քայլերից մեկն է, չեն կարող ասել, որ հիմնականն է։ Որքանով ես հասկանում եմ, հաշվի առնելով Թրամփի ելույթը Դավոսում այդ արարողության ժամանակ, Թրամփը փորձում է առնվազն ստեղծել ՄԱԿ-ին այլընտրանք եւ այդ այլընտրանքը պետք է պատկերավոր ասած լինի իր գրպանում։ Սա նորմալ քաղաքական երևույթ է հաշվի առնելով, որ այսօր աշխարհը այդ ամենի մասին բոլորն են խոսում, փոփոխվում է, տրանսֆորմացիոն փուլում է գտնվում, որից ելքը ես անձամբ չեմ տեսնում մոտակա տարիներին եւ այս տրամաբանության ներքո ստեղծվել է այդ խորհուրդը, որը շատ դժվար է ասել ունենալու է թե չի ունենալու երկար կյանք, դժվար է ասել թե Թրամփի լիազորությունների ավարտից հետո 29 թվականից հետո այդ խորհուրդը լինելու է թե ոչ, բայց միանշանակ կարելի է ասել, որ Թրամփը փորձելու է այդ խորհուրդը պահպանել եւ զբաղեցնել այդ խորհրդում հիմնական դերակատարի դերը, նույնիսկ այն ժամանակ, երբ որ նա այլևս ԱՄՆ-ի նախագահ չի լինելու։ Ասացիք, կարծես թե ստեղծում է մի կառույց, որը պիտի կա փոխարինի Միացյալ Ազգերի կազմակերպությանը, իր ելույթում Թրամփը եւ քննադատեց փոխարինի այլընտրանք դառնա եւ քննադատեց եւ միաժամանակ խոսեց նրա պոտենցիալի եւ նրա հետ աշխատելու, համագործակցելու անհրաժեշտության մասին։ Այդ երկուսի միաժամանակ ես դա եմ ասում, փորձում է հավասարակշռել ՄԱԿ-ը։ Ինչի ԱՄՆ-ն դուրս եկավ ՄԱԿ-ի հիմնական ծրագրերի ֆինանսավորումից, նաև այդ պատճառով։ Այդ ամենը հստակ պլան է, պլանավորված գործողություն է, շատերը անընդհատ պարբերաբար Թրամփին մեղադրում են, որ նա չունի համակարգված գործողությունների ծրագիր, չունի պլան եւ ընդհանրապես մի օր մի բան ասում, մյուս օր ուրիշ բան ասում։ Ես այդպես չեմ կարծում այս պահին, եթե սկզբնական փուլում այդպիսի կարծիքներ կարող էինք մենք ունենալ, ապա նրա ամբողջ գործողությունները, որը արտաքին քաղաքական ուղղությամբ Թրամփը ձեռնամուխ է լինում, խոսում են բոլորովին այլ քաղաքականության մասին, համակարգված եւ բավականին լուրջ, որը ունի բավականին լուրջ նպատակներ, որոնց հիմնական թիրախը ես արդեն ասացի, դա ամերիկյան հեգեմոնիայի վերահաստատումն է ամբողջ անկախ նրա հռետորաբանությունից, այդ հռետորաբանության մոլորեցնող, այսպես բովանդակությունից երբեմն։ Այո, ինչու ոչ, հիշենք Իրանի
հետ Իսրայելի 12-օրյա պատերազմի ժամանակ Թրամփը ինչեր էր խոսում։ Բանակցություններ էր վարում Իրանի հետ եւ զուգահեռ պատրաստվում էր հարվածներ հասցնել Իրանի այդ միջուկային օբյեկտներին, ինչը եւ եղավ։ Այնպես որ ընդհանրապես հրետորաբանությունը մեկ բան է, իսկ քաղաքականությունը մեկ այլ բան, նաեւ հաշվի առնելով, որ այդ քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացում շատ մեծ դերակատարում ունի պետդեպը։ Կանք էլի խաղաղության խորհրդին Հայաստանի մասնակցությանը, Հայաստանը մասնակցում որպես հիմնադիր պետություն, ինչ կասեք Հայաստանի մասնակցության քաղաքական բովանդակության կարևորության եւ ինչու ոչ նաեւ ռիսկերի, եթե կան այդպիսիք։ Հրավերելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին Հայաստան եւ տարածաշրջան, բերելով տարածաշրջան եւ Հայաստան ամերիկյան դրոշ, մենք ստորագրել ենք մի փաստաթղթի տակ, խոսքը գնում է Վաշինգտոնի մասին օգոստոսի 8-ին, որը իր ետևում ունենալու է նաեւ ածանցյալ փաստաթղթեր։ Այդ ածանցյալ փաստաթղթերից մեկը խաղաղության խորհրդի ստորագրման փաստաթուղթն է։ Մենք չենք կարող այդ նախագծերում չմասնակցել, որովհետեւ մենք այս պահին ապահովում ենք մեր անվտանգությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների միջոցով, այդ թվում նաեւ եւ մեծամասամբ։ Թրիպը դա անվտանգային բաղադրիչներից մեկն է Հայաստանի Հանրապետության։ Այն խաղաղությունը, որը կառուցվում է Ադրբեջանի հետ, երբեք չէր կառուցվի, եթե ամերիկյան դերակատարումը չլիներ տարածաշրջանում։ Սա փաստ է։ Եվ իդ կանգնել այդ փաստից մենք չենք կարող։ Օրինակ Ֆրանսիան կարող է իրեն թույլ տա չմասնակցել այդ խորհրդում, որովհետև Ֆրանսիան ունի իր դիրքորոշումը, իր շահերը, եւ Թրամփի հետ լուրջ հակասություններ ունենալով Գրենլանդիայի հարցում, Ֆրանսիան կարող է այդ ճոխությունը իրեն թույլ տա։ Միգուցե եթե մենք լինենք Ֆրանսիայի կարգավիճակում եւ ունենենք Ֆրանսիայի պես շահեր, մենք էլ կարող ենք դա անել։ Այս պահին մենք այդ հնարավորությունը չունենք։ Հետեւաբար Թրամփի նախագծերը, որով նա փորձում է փոխել աշխարհը, մենք պետք է այդ նախագծերի հետ առնվազն համակերպվենք, եթե ոչ մասնակից լինենք։ Այս առումով այս մասնակցությունը, որը ես տեսնում եմ, Փաշինյանի եւ Ալիևի մասնակցությունը, ինքը այլ ընտրանք չունեցող է մեզ համար, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի։ Եվ հաշվի առնելով հայ-ամերիկյան հարաբերություններ, թրիպ եւ այլն, եւ մյուս կողմից էլ չէր լինի, չէ, որ ասենք մենք չմասնակցեինք Ադրբեջանը, չէինք կարող չմասնակցել։ Երբ ասում եմ մենք, ես նորից եմ ասում, ես նկատի ունեմ Հայաստանը եւ Ադրբեջանը։ Սա միանշանակ է, սա երկրորդ կարծիք չի կարող լինել եւ ով էլ ինչ էլ ասի, դա կեղծիք կլինի հակառակը։ Իսկ մասնակցությունը ինչ որ չափով բարձրացնում է մեր սուբյեկտայնությունը, սուբյեկտայնության աճ։ Եթե մենք դիտարկում ենք մեր սուբյեկտայնությունը որպես մի գործողություն, մի գործոն, որը ապահովում է այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ, իսկ դա միանշանակ այդպես է, ապա այո, միանշանակ բարձրացնում է։ Համաձայն եք այդ ձևակերպման հետ, որ Հայաստանը սեղանի շուրջ է եւ ոչ թե սեղանի վրա որպես խնդիր։ Միանշանակ համաձայն եմ, որովհետեւ Կանադայի վարչապետի ելույթը հետաքրքիր է առումով հենց այդ մասին էր, չէ՞, կարծես խոսում։ Կանադայի մասով էր խոսում, բայց սեղանի շուրջ լինելու կամ ճաշացանկում լինելու։ Գիտեք, երբ որ ասում են, որ աշխարհը նորից վերադառնում է հին ժամանակներին, հա, հին վայրի կապիտալիզմ, հա, իմպերիալիզմ, դա ճիշտ է։ Ես համամիտ եմ այս տեսանկյունների հետ։ Հիմա ունենք ինչ ունենք։ Հիմա մենք կամ շարունակում ենք խաղալ ժողովրդավարություն, չնայած ժողովրդավարությունը անհրաժեշտ պայման է, եւ ասում ենք, սա մեր սկզբունքն է, մենք այս սկզբունքից են կողմ չենք գնում, կամ մենք մտնում ենք այս խաղի մեջ եւ մտնում ենք այլ ձևավորվող ալյանսների մեջ, որոնք ձևավորվում են այս պահին աշխարհում եւ որոնք ձևավորում են ապագա աշխարհի պատկերը։ Մենք փորձում ենք գնալ երկրորդ ուղղությամբ, սա այլ ընտրանք չունեցող ուղղություն է մեզ համար։ Չեն հակադրվում իրար ժողովրդավարությունը եւ ներկա իրավիճակը, որտեղ ինչ ժողովրդավարություն, ինչ միջազգային իրավունք եւ այլն դրանք փլվում են կարծես։ Ես չեմ կարծում, որ հակադրվում են, որովհետեւ երբ որ մենք համեմատում ենք ամերիկյան ժողովրդավարությունը, որը ինչպես եւ ցանկացած ժողովրդավարություն խիստ պայմանական է ռուսական ժողովրդավարության հետ, իրանական ժողովրդավարության հետ, չինական ժողովրդավարության հետ։ Մենք հասկանում ենք, որ մենք ունենք կիսատ ժողովրդավարություն եւ ժողովրդավարության բացակայություն։ Ընտրությունը ակնհայտ է մեզ համար եւ մենք գնում ենք այն ճանապարհով, որտեղ մենք ունենք հնարավորինս քիչ ռեպուտացիոն ռիսկեր եւ որտեղ մեր ժողովրդավարությունը, որը լավից թե վատից մենք ունենք այս երկրում 18 թվականից հետո, այնքան էլ չտուժվի։ Կանոնադրությունը նայել եք։ Այո։ Ինչ հնարավորություններ է տալիս, ինչ հնարավորություններ է բացում մեր երկրի համար մասնավորապես։
Բոլոր հնարավորությունները, որոնք կարող են մեր երկրի համար լինել, հիմնավորվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հնարավորությունների վրա։ Ես շատ կարճ ասեմ, որպեսզի մենք ժամանակ չկորցնենք այս ամենի վրա։ Այսօրվա աշխարհում դու կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցն ես, կամ դաշնակիցը չես։ Մենք գնում ենք այն ճանապարհով, որ լինենք դաշնակից, լինենք գործընկեր, հետեւաբար չհայտնվենք սեղանի վրա։ Եթե դուք կառուցում եք մեր զրույցը այդ թեզի վրա, ես շարունակեմ, որովհետև մենք մինչև 2022 թիվը, ես միշտ ասում եմ 2022 թիվը, փորձում ենք դաշնակցային հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Այն Ռուսաստանի, որը մեր դարավոր բարեկամն էր, ռազմավարական դաշնակիցն էր, չգիտեմ եսի ինչն էր։ Եվ այդ քաղաքականության հետևանքով հայտնվեցինք սեղանի վրա։ Մեզ կիսեցին, մեզ կերան։ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Իսրայելը բոլորը օգտվեցին այս կամ այն չափով, որովհետև մենք սխալ քաղաքականություն ենք վարում։ Հիմա այս պահին մենք սեղանի շուրջ ենք, եւ դա միակ ճանապարհն է, որպեսզի մենք չհայտնվենք սեղանի վրա։ Այսինքն դու կամ սեղանի շուրջ ես, կամ սեղանի վրա, դու չես կարող լինել ընդհանրապես ինչ-որ առանձին։ Հայաստանի դեպքում եմ ես ասում։ Շվեյցարիան կարող է, Հայաստանը չի կարող։ Ես ուզում ուշադրություն դարձնել ձեր մի ձևակերպման վրա, կամ Միացյալ Նահանգների դաշնակիցն ես, կամ Միացյալ Նահանգների դաշնակիցը չես։ Այս ամենից դուք ասում եք միաբևեռ աշխարհի տրամաբանության մեջ։ Այս պահին տրամաբանությունը գնում է դեպի միաբևեռ աշխարհ։ Դա չի նշանակում, որ աշխարհը լինելու է միաբևեռ, որովհետև կա երկրորդ բևեռը, դա Չինաստանն է։ Թրամփի քաղաքականության հիմնաքարը, ես այդպես եմ դատում, իր բոլոր գործողությունները սկսած 16 թվականից, երբ որ նա առաջի անգամ եկել է իշխանության, խոսում են նրա մասին, որ ինքը ցանկանում է, որ այդ աշխարհը լինի կամ միաբևեռ, կամ առնվազն լինի երկբևեռ ԱՄՆ Չինաստան, բայց Չինաստանը ընդունի իր կանոնները, այսինքն խաղա իր հետ այն կանոնները, որը ինքն է թելադրում։ Վենեսուելան, Իրանը, Գրենլանդիան, Լիբանանը, Եմենը, ես չգիտեմ, ամբողջ այդ գործողությունները, որոնք կատարվում են վերջին տարիների ընթացքում եւ որտեղ կա Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա այդ ճանապարհն է, դեպի այդ աշխարհը կառուցելու։ Ես նորից եմ ասում, նրա հիմնական նպատակը Ամերիկայի հեգեմոնիան հաստատելն է, վերահաստատելն է աշխարհում, որովհետեւ 91 թվականից հետո, երբ որ փլուզվեց Խորհրդային Միությունը, աշխարհը գնաց մի այլ ճանապարհով, ինչը թույլ էր տալիս շատ վերլուծաբանների, գործընկերների ասել, որ աշխարհը դառնում է նույնիսկ ոչ թե երկբևեռ, մի քանի բևեռ է ունենալու, շատ մեծ դերակատարում են ունենալու ռեգիոնալ տերությունները, ասենք Թուրքիայի, Ռուսաստանի նման երկրները։ Հիմա Թրամփը որոշել է այս ամենը կարգավորել, հիշեցնել բոլորին ով է տանտերը, որ այս տունը իրենցն է, եւ գնում է այդ ճանապարհով։ Ես չգիտեմ որքանով դա նրան կստացվի, բայց այս պահին տրամաբանությունը այն է, որ նա գնում է այդ ճանապարհով եւ հետեւողականորեն ինչ որ անընդհատ շատ դանդաղ քայլերով, ես դա անվանում եմ փոքր արյունով Ամերիկայի համար ինքը հասնում է իր նպատակներին։ Թրամփը չի ուզում մեծ պատերազմներ վարել։ Թրամփը ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Վենեսուելայի վրա չի հարձակվում, Իրանի վրա չի հարձակվում, ցամաքային օպերացիաներ չի անում, ինքը գնում է փոքր արյան ճանապարհով եւ ժամանակը ցույց է տալիս, իրողությունները ցույց են տալիս, որ այդ քաղաքականությունը շատ ավելի էֆեկտիվ է։ Իսկ մեր քայլերը դանդաղ են, թե արագ են եւ ընդհանրապես ինչպիսին են հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում սկսած ռազմավարական գործընկերության փաստաթղթից, հետո թրիպի մասին հայտարարություն, մինչև խաղաղության խորհուրդ եւ խաղաղության խորհրդում լուսանկարների վիզուալ ուղերձներ։ Մեր քայլերը շատ դանդաղ էին։ Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնք անընդհատ այդ մասին խոսում են, որ քայլերը կան, բավարար չեն, նրանք շատ դանդաղ են, բայց գնալով Ամերիկայի հետ այդ գործընկերային հարաբերություններին, մենք ընկել ենք մի ռիթմի մեջ, երբ որ մենք չենք արդեն որոշում այդ քայլերը դանդաղ են լինելու, թե արագ։ Քայլերն են որոշ մեզ տեմպը։ Այո, մենք ընկել ենք տեմպի մեջ, հա, ինչպես է լինում, երբ որ դու փողոցով քայլում ես, այդ ասենք մարդիկ արագ գնում են, ընկնում ես այդ պահակի մեջ, իրանց նման ես քայլում։ Կարևոր չէ դու դանդաղ ես քայլես, թե արագ, մեծ քաղաքների մասին է խոսքը, Երևանի մասին չի խոսքը։ Մենք ընկել ենք այդ մարդկանց հոսքի մեջ, այդ երկրների հոսքի մեջ, որտեղ կանոնները այս պահին փորձում է թելադրել ԱՄՆ-ն եւ ուզենք թե չուզենք, մենք մասնակցում ենք այդ իրադարձություններին շատ ավելի արագ տեմպերով։ Ես դա գնահատում եմ դրական, որովհետեւ եթե մենք այս տեմպից ընկնենք եւ հետ մնանք, մենք հետ ենք մնալու բոլոր առումներով։ Մենք պետք է հարմարվենք այս տեմպին, պետք է քայլենք աշխարհին եւ իրողություններին, գործողություններին համահունչ,
Եվ դա միակ ճանապարհն է, միակ տեմպն է, որը մեզ հնարավոր է բերի ինչ որ մի հանգրվանի, երբ որ մենք այլևս կախված չենք լինելու։ Ես կարծում եմ, սա պետք է մեր գերագույն եւ գլխավոր նպատակը լինի, մեր անվտանգությունը կախված չի լինելու այլ գործոններից, արտաքին գործոններից։ Մենք մինչ այս բանը կարծես ավելի շատ եւ ավելի շուտ խոսում ենք ստեղծվող հնարավորությունների մասին, իսկ ռիսկեր կան, թե կուստեսական ռիսկեր կան, թե չկան, մասնավորապես որոնք են այդ ռիսկերը։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույց Free News-ի եթերում, ես զրուցում եմ միջազգային եւ անվտանգության հարցերով Հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Պարոն Ստեփանյան, մենք մինչ այժմ խոսում էինք խաղաղության խորհրդի, Հայաստանի մասնակցության, դրա քաղաքական բովանդակության, կարևորության եւ հնարավորությունների մասին, եւ վերջին հաշվից վերաբերում էր ռիսկերին, եթե այդպիսիք կան։ Ինչպես եւ ցանկացած քաղաքական կամ աշխարհաքաղաքական գործընթաց եւ նախագիծ թրիպը կամ ավելի ճիշտ է օգոստոսի 8-ի այդ նախագիծը, որը իրականացվում է Հայաստանի մասնակցության, բացի հնարավորություններից, իր մեջ պարունակում է ռիսկեր։ Օրինակ ռիսկերից մեկը դա Իրանն է։ Իրանը 5 րոպե է պակաս պատերազմից։ Ամենայն դեպս ամերիկյան նավատորմը արդեն գնում է դեպի նեղուց եւ շատ մեծ է հավանականությունը, որ այդ հարվածները լինելու են Իրանի ուղղությամբ։ Եթե այդ հարվածները լինեն, եթե այդ ամենին մասնակցի Իսրայելը եւ եթե այաթոլլաների ռեժիմը հասկանա, որ իր համար այս անգամ այս կռիվը կյանքի եւ մահու պայքար է կոնկրետ ռեժիմի համար, ինքը կարող է հարվածել ցանկացած ամերիկյան դաշնակիցների տարածաշրջանում։ Մենք դաշնակից չենք, բայց գործընկեր պետություն ենք։ Ադրբեջանը դաշնակից չէ, բայց Իրանի հետ բարեկամ պետություն ենք։ Ես ձեզ ասում եմ նորից, եթե Իրանը հասկանա, որ խոսքը գնում է, ռեժիմը հասկանա այաթոլլաները, որ խոսքը նրանց կյանքի եւ մահի միջև է, նրանք կարող են գնալ նաեւ դրան։ Ну, այս պահին մենք, չգիտեմ, բարեբախտաբար թե ցավոք չունենք այդ ինֆրաստրուկտուրան, ենթակառուցվածքները չունենք, թրիպը դեռ թղթի վրա է, հավանականությունը շատ ցածր է, որ Հայաստանին կարող են հարվածել, բայց եթե մենք այդ ինֆրաստրուկտուրան ունենայինք, իսկ ոչ մեկ չգիտի այդ հարվածները լինելու են հիմա թե 3 տարի հետո, հա, ինչ իրավիճակ կլինի։ Կարող են նաև հարվածել մեր տար, սա ռիսկ է մեզ համար, սա ռիսկ է։ Մենք պարտավոր ենք այս ռիսկը հաշվի առնել մեր քաղաքականությունում, պարտավոր ենք։ Ռուսաստանի կողմից ռիսկեր ես չեմ տեսնում այս պահին։ Ես արդեն ասել եմ, որ Ռուսաստանի կողմից միակ ռիսկը, որը կա, դա ընտրություններն են։ Նրանք ամբողջ խաղադրույքը դնելու են ընտրությունների վրա։ Եթե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը միջուկային գերտերության աշխարհում երկրորդ բանակ, ես չգիտեմ ինչ, ամենամեծ տարածքով երկրի արտգործնախարարը հիշել է Վարդան Ղուկասյանի մասին, սա խոսում է մեկ բանի մասին։ Ռուսաստանը այլ գործիքակազմ չունի։ Ռուսաստանը ամբողջ հույսը Հայաստանի դեպքում, Հայաստանի համար պայքարում դրել է հիբրիդային տեղեկատվական գործիքակազմի վրա։ Եվ այդ գործիքակազմը իր ամբողջ համայնքով կամ թշվառությամբ կիրառվելու է ամբողջ ժամանակահատվածը, քանի չեն եղել ընտրությունները։ Եվ շատ հնարավոր է, որ կիրառվի նաև ընտրություններից հետո ամեն ինչ կախված արդյունքներից։ Սա է, ես այլ վտանգ Ռուսաստանից չեմ տեսնում։ Քանի որ եկաք Ռուսաստանին եւ Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքներին, որքանով մեծ ու հզոր են այդ սպառնալիքները, որքանով Հայաստանը դիմադրողունակ է այդ սպառնալիքների դեմ։ Այնքանով են մեծ եւ հզոր, որքանով տկար եւ թույլ ենք մենք, երբ որ ես ասում եմ տկար եւ թույլ ենք մենք, ես նկատի ունեմ ինձ, ձեզ, մեր հասարակությանը եւ իհարկե իշխանություններին, այսինքն բոլորին, այնպես չի, որ այդ սպառնալիքներին միայն իշխանությունը պետք է դիմադրի կամ ինչպես իշխանությունն է ասում, հասարակությունը պետք է լինի, ոչ։ Սա պետք է լինի ընդհանուր պայքար, որովհետեւ խաղադրույքը դա Հայաստանի Հանրապետությունն է։ Հենց Հայաստանն ադրբեջան։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը լինելու է որպես ինքնիշխան երկիր, տարածք, թե լինելու է ինչ-որ տարածք, որը, չգիտեմ, ռուսական դոմինիոն է լինելու, մանդատ է լինելու, թուրքական է լինելու, վիլայեթ է լինելու, գուբերնիա է։ Սա կախված է մեզանից։ Ոչ մեկից կախված չէ այս պահին։ Թող ոչ մեկ սլաքները չուղի Մոսկվայի վրա, Վաշինգտոնի վրա, չգիտեմ, Թուրքիայի վրա։ Մեզանից է կախված, մեր ընտրությունից։ Եթե մենք տեղի տանք այս սպառնալիքներին, եթե մենք հավատանք, որ այն ինչ մեզ ասում են, իսկ մեզ շարունակում են ասել, որ մենք ոչ մեկ ենք, որ բոլոր որոշումները ընդունվում են դուրսը, որ Մոսկվան հզոր է, որ Մոսկվան կարող է այստեղ իշխանափոխություն փոխի, հենց այսպես կներեք։ Եթե մենք դրան հավատում ենք, դա լինելու է։
բայց դա բլեֆ է։ Սա բլեֆ է, սուտ է, չկա տենց բան։ Մենք գնալու ենք հունիսի 7-ին եւ ընտրություն կատարենք։ Եվ ամեն ինչ կախված է լինելու այդ պահին մեզանից, ինձանից եւ ձեզանից։ Այսինքն քվեաթերթիկը գցելով մենք ենք որոշելու այս երկիրը լինելու է անկախ եւ ինքնիշխան, թե լինելու է սովորական ռուսական կամ թուրքական գուբերնիա կամ ինչը ինչ չափով է կախված հենց ձեր մատնանշած Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքներից, ներսում պայմանական ասած ռուսամետ ուժերի ռեսուրսներից, այն ռեսուրսներից, որոնք այսօր արդեն կարծես թե համախմբվում են թող որ տարբեր ճակատներով, բայց Ռուսաստանը փող է տալի, որքանով ես հասկանում եմ այդ լրագրողական հետաքննությունից 165 միլիոն դոլար է, դա քիչ փող չի Հայաստանի համար, որպեսզի այստեղ գնի լրագրողներ, գնի լրատվական դաշտ, եւ այդ լրատվական դաշտը մանիպուլյացիաների միջոցով տարածի վախեր, տարածի կեղծիքներ, կեղծ նորություններ, որը մարդկանց վախեցնի ահաբեկի եւ մարդիկ հասկանան, որ եթե նրանք չգնան եւ ռուսամետ ուժերին ձայն տան, մեր վերջը շատ վատ է լինելու։ Մենք դառնալու ենք թուրք, Թուրքիայի վիլայետ ենք դառնալու, այսինքն հերթական անգամ մանիպուլյացիա է գնում, ես շատ պրիմիտիվ եմ ասում, բայց իրենք են պրիմիտիվ աշխատում, ես ստիպված եմ այդպես խոսել։ Թող ինձ ներեն մեր հեռուստադիտողները, ես որևէ մեկին չեմ մեղադրում։ Մեզ ուզում են ասել, որ մենք թույլ ենք, մենք տկար ենք եւ մեր ընտրությունը հերթական անգամ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև է։ Եթե մենք չենք ընտրում ռուսամետ ուժեր, այդ քոչարյաններին եւ մեր ձևողներին, մենք ընտրում ենք օրինակ արևմտամետ ուժեր կամ մենք ընտրում ենք քաղաքացիական պայմանագրին, մենք ընտրում ենք թուրքերին։ Եվ վաղը իրենք ծախելու են մեր երկիրը, դե այդ բան չկա իրենց մոտ։ Իրենց մոտ է դա կամ ծախում ես, կամ ռուսին ես ծախվում, կամ թուրքին ես ծախվում։ Դու չես կարող ոչ մեկին չծախվել, իրենց ուղեղում դա չի տեղավորվում։ Ուրեմն դու եթե ընտրում ես իրենց, դու ծախում ես քո երկիրը, ծախվում ես թուրքերին։ Երկու կանիստր բենզինի համար ես ծախվում, չգիտեմ Անտալիայում հանգստանը, չնայած իրենք լավ հանգստանում են Անտալիայի միջև է ծախվելն էլ։ Դրա համար ես ծախվում։ Մենք պետք է սրան չտրվենք այս սադրանքին եւ հասկանանք, որ մեր որոշումը, որը մենք կայացնելու ենք ընտրությունները, մեզ չի տանելու Թուրքիա։ Այն տանելու է մեզ, եթե մենք չգնանք ռուսամետ ուժերի հետևից դեպի իրական անկախություն եւ ինքնիշխանություն, որը վերջին տարիներին 22-ից սկսած ամրապնդվում է։ Իսկ ձեր տպավորությամբ ինչպիսի ազդեցություն է գործում ռուսական եւ լրատվական, լրագրողական, փորձագիտական շրջանակների Սալավյով, Դուգին եւ այլն եւ պաշտոնական շրջանակների Զախարովա, Լավրով եւ այլն թռետորաբանությունը, հայտարարությունները հայկական օրակարգի մասին։ Դե արտահայտությունները տարբեր են, աստիճան այդ հայտարարությունների անմեղսունակության աստիճանը իհարկե տարբեր է, Զախարովային ավելի ցածր է, բայց պարունակությունը մեծ հաշվով նույնն է։ Եկե Զախարովան մեկ-մեկ հիշում է, որ ինքը դիվանագետ է, մեկ-մեկ հիշում է, մի փոքր փորձում է դիվանագիտորեն խոսել, չնայած այնքան էլ լավ չի ստացվում, ու իսկ Սոլովյով Դուգինները ասում են ուղիղ, իրենք շատ ավելի անկեղծ են մեզ հետ։ Տեսեք Արտուր, տարբերությունը որն է Լավրովների, Զախարովների, Պուտիվների եւ այս Սալավյով Դուգինները իրենք անկեղծ են մեզ ասում։ Իրենք ասում են ինչ են իրենք ուզում։ Իրենք մեզ պարզ տեքստով ասում են։ Միակ բանը, որով իրենք մեզ խափում են, որ նրանք անկարող են դա իրականացնել։ Իրենք ասում են, այ մենք պետք է սա անենք, բայց իրենք հասկանում են, որ իրենք դա չեն կարող անել։ Եթե նրանք դա կարողանային անեին, նրանք վաղուց դա արել էին եւ մեզ չէին էլ վախեցնի։ Այդ սպառնալիքները իմաստ չէին ունենա։ Հետևաբար այդ սպառնալիքները իրենք թուլության նշան են։ Ռուսական պետությունը շատ վատ վիճակում է այս պահին եւ Պուտինը եւ Սոլովյով Դուգիներն են հասցրել այդ պետության այդ անմխիթար թույլ վիճակի։ Տնտեսությունը ճակճկվում է արդեն, ասենք, քանդվում է իրենց տնտեսությունը, շատ վատ վիճակում է։ Ռեցեսիան արդեն վերածվել է նեգատիվ տենդենսների։ Նաբիուլին այ խոսքերը մի հատ լսեք, իր զեկույցները լսեք, ես մեկ-մեկ չեմ հավատում, որ Պուտինյան Ռուսաստանում հնարավոր է այսպիսի զեկույցներ լսել։ Ուղղակի մարդը ասում է ինչ է սպասում Ռուսաստանին։ Նո, տնտեսագետները շատ ավելի լավ են դա հասկանում, նույնիսկ ես եմ հասկանում։ Հետևաբար իրենք ուղիղ ասում են մեզ ինչ են ուզում, բայց չեն ասում, որ դա նրանք չեն կարող անել։ Նրանք փորձում են ուղիղ ասելով այդ վախը սերմանել վեր մեջ, որ մենք իրենց փոխարեն, մենք մեր ձեռքերով մեր երկիրը նվիրենք իրենց։ Իրանց ուզածը սա է։ Սա եթե շատ պարզ, եթե շատ պրիմիտիվ եւ եթե շատ հստակ եւ կարճ։ Այդ հիբրիդային պատերազմ ասեն, սպառնալիք ասեմ, այդտեղ որն է մեր եկեղեցու դիրքը, դերակատարությունը։ Եկեղեցին այդ գործիքակազմի մի մասն է։ Եկեղեցին
հերթական անգամ ստիպված եմ ասել, ոչ թե եկեղեցին, այլ եկեղեցու իշխանները, արդեն ոչ թե իշխանները, իշխանների մի մասը, որտեղ եկեղեցին էլ արդեն իշխանները նույնիսկ միատար չեն։ Այդ կտրիչ Գարեգին բեն եւ այդ սրբազանները, որոնք կան, իրենք շարունակում են այդ հիբրիդային պատերազմի մի մասը լինել եւ ցավոք ոչ Հայաստանի Հանրապետության կողմից, ոչ հայ ժողովրդի կողմից, այլ Ռուսաստանի կողմից։ Իշխանությունը հասկանալի պատճառով չի կարող սա ուղիղ ասել։ Ես դա ուղիղ եմ ասում, որովհետեւ ես իշխանություն չեմ։ Սա պատիվ է բերում նրանց, իհարկե պատիվ չի բերում, բայց դե այդ մարդիկ ես չգիտեմ, երևի որ բան են ստորագրել, կամ իրենց վրա ինչ-որ կոմպրոմատ կա, կամ իրենց իշխանության միակ գրավականը այդ եկեղեցում այդ Ռուսաստանի օգնությունն է, Լուբյանկայի օգնությունն է, այդ պատճառները դրանք են, ես հստակ չեմ կարող ասել, ես այնտեղ չեմ եղել, երբ որ ստորագրել են։ Բայց իրենց գործողությունների տրամաբանությունը խոսում է այդ մասին։ Ինչ էր այդ սրբազան շարժումը, եթե ոչ դա։ Ինչ էր այդ ահաբեկչական գործողության փորձը, որը փորձում էին իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ։ Ում շահերից էր դա բխում։ Ադրբեջանի, Թուրքիայի, ոչ, հայ ժողովրդի, Ռուսաստանի։ Իսկ եթե իրենք այդ գործողությունները անում են, սա խոսում է այդ մասին։ Ես խոսում եմ, երբ որ ես ասում եմ, որ իրենք աշխատում են Ռուսաստանի վրա, ես հիմնվում եմ իրենց գործողությունների վրա, չի ես այդ փաստաթղթերը ձեռքից տակ ունեմ ապացույցները։ Իրենց արածի ուղիղ բանն է դա, արտացոլանքն է, հայելին է։ Դրա համար շատ վատ, շատ անպատիվ դերակատարում ունեն իրենք այս ամենում։ Ես հուսով եմ, որ այս ամենի վերջը կտրվի, եկեղեցին վերջապես այդ ինքնամաքրումը, որի մասին ես խոսում եմ ամիսներ առաջ, վերջապես սկսվել է, եւ ես հուսով եմ, որ այդ ինքնամաքրումը իր տրամաբանական ավարտը կունենա, եւ մեր հաջորդ կաթողիկոսը ստիպված չի լինելու եկեղեցական բարձրագույն ժողով անցկացնի Ավստրիայում։ Ինքը անցկացնի դա, չգիտեմ, Էջմիածնում, Երևանում, Արարատում կամ Սյունիքում։ Ասում են, որ դա կանոնականության հետ որևէ առնչություն չունի, կանոնական է, անկախ նրանից թե եպիսկոպոսատ ժողովը որ երկրում է անցկացվում։ Ես չգիտեմ դա կանոնական է թե ոչ։ Ես կարծում եմ սա խոսում է այն մասին, ուղղակի, որ այդ եկեղեցու այս պահին իշխանությունը հասկանում է, որքանով է ինքը թույլ։ Եվ հասկանում է, որ ժողովուրդը այդպիսի եկեղեցական ժողովը չի ընդունի, որ լինելու են խնդիրներ։ Սա դրա մասին է խոսում։ Իրենք փախնում են հերթական անգամ իրականությունից։ Եվ այդ իրականությունը փորձում են գտնել Ավստրիայում։ Ավելի հաճելի իրականություն իրենց համար, քան որը իրենք իրենց ձեռքով ստեղծել են Հայաստանի ներսում։ Իրենց տեղը Էջմիածինն է։ Եթե դու չես կարողանում Էջմիածինում քո սեփական եկեղեցու, քո սեփական ժողովրդի համար այդ ժողովը կայացնես, կազմակերպես, դա նշանակում է, որ դու այլևս կաթողիկոս չես։ Ես այդպես եմ դա հասկանում։ Լավ, անդրադառնալով հիբրիդային պատերազմին կան սպառնալիքներին, մենք խոսեցինք Ռուսաստանի մասին հիմնականում եւ Ռուսաստանի ազդեցության գործիքների մասին Հայաստանում։ Իսկ հիբրիդային սպառնալիքները միայն Ռուսաստանից են սպասելի, թե այդ կենտրոններից եւս, թե մասնարարապես հենց ինչու ոչ Ադրբեջանից եւս, այլոց արդյոք Դավոսում Ադրբեջանի նախագահ Ալիևի այդ խաղաղության խոսքը, խաղաղության հռետորաբանությունը բացառում է հիբրիդային սպառնալիքը այդ երկրի կողմից Հայաստանի։ Իհարկե ոչ։ Հիբրիդային պատերազմը վաղուց վարվում է Հայաստանի դեմ, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, մասամբ Իսրայելի կողմից։ Սա փաստ է։ Մենք ժամանակին տարիներ առաջ այդ մասին նույնիսկ գիտական աշխատություններ են գրել մեր ինստիտուտում։ Հարցը դա չի։ Հարցը հետևյալն է։ Ով ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կա արդեն հաստատված խաղաղություն։ Մենք գործընթացի մեջ ենք։ Եվ նույն արևմտյան Ադրբեջանի թեզը, որը Ալիևի համար պլան B-ն, C-ն կամ չգիտեմ D-ն է, խոսում է այն մասին, որ իրենք էլ լուրջ խնդիրներ եւ վերապահումներ ունեն Հայաստանի նկատմամբ։ Եվ արտաքին հետախուզության ծառայությունը, որը իր տարեկան 26-ի զեկույցում դա արտացոլել է, կարծում եմ սա շատ ավելի լավ է հասկանում, քան ես ունենալով շատ ավելի մեծ տեղեկատվություն։ Ինչու ենք մենք խոսում հիբրիդային պատերազմի մասին, խոսելով առաջին հերթին Ռուսաստանի մասին, որովհետև տվյալ դեպքում ընտրությունների վրա փորձում է ազդել Ռուսաստանը։ Այս համատեքստում ենք ասում, բայց հիբրիդային եւ տեղեկատվական պատերազմը ունի նաեւ այլ դրսևորումներ։ Ուղղակի այլ դրսևորումները տվյալ դեպքում առաջին հերթին Ադրբեջանի կողմից մի փոքր թույլացել են, որովհետև փոխվում է օրակարգը։ Դրա համար է խաղաղության օրակարգը կարևոր։ Եթե խաղաղության օրակարգը շարունակվի, ճանապարհները բացվեն, ստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ ամենակարևորը նորից եմ դա կրկնում, դելիմիտացվի եւ դեմարկացվի հայ-ադրբեջանական սահմանը ամբողջությամբ, այդ սպառնալիքները անգամներով
ցածրանալու են, քչանալու է նրանց աստիճանը, փոքրանալու է։ Այն ժամանակ մենք կարող ենք ասել, որ այո, սպառնալիքներ ոչ թե չկան, այլ շատ ցածր մակարդակի են աննշան։ Այս պահին դա չկա։ Այս պահին այս սպառնալիքները շարունակում են գեներացվել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Այսօր Հայաստանը հասել է մի վիճակի, կամ ավելի ճիշտ կլինի ասել կարգավիճակի, երբ կարող է ականատես չլինել, այլ մասնակից լինել խաղաղության շուրջ գլոբալ քննարկումների։ Դա հեշտ չէ, դա նաև պատասխանատվություն է, պատասխանատվությունը նաև ռիսկ է, բայց այլ ճանապարհ չկա առաջ շարժվելու։ Եվ կարևոր է, որ Հայաստանը, ինչպես արդեն նշեցինք, ոչ թե սեղանի վրա է ճաշաչանքի մեջ, այլ սեղանի շուրջ հարցերը քննարկող։ Եվ կարող է կառուցել իր սեփական երկրի խաղաղության ճարտարապետությունը, երբ չի վախենում սեփական ձայնից եւ սեփական ձայնը չի պատվիրակում այլոց։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, լավ մնացեք, կհանդիպենք։